հայկական ժառանգություն։ Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Նորաշենի Սուրբ Աստվածածին, Երևանցոց Սուրբ Մինաս։ Թբիլիսիի հայկական եկեղեցիների ոչ ամբողջական ցանկն է։ Այժմ գործում եւ հայկական են համարվում միայն առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եւ Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Հայկական Թիֆլիսը։ Կարմիր ավետարան։ Հավլաբարում գտնվող եւս մեկ եկեղեցի՝ Կարմիր ավետարանը, հայտնի է նաև Կարմիր վանք կամ Շամխորեցոց Սուրբ Աստվածածին անունով։ Այժմ մենք գտնվում ենք Թբիլիսի երբևէ ամենաբարձր եկեղեցու ավերակների վրա։ Շամխորեցոց Սուրբ Աստվածածնի կամ Կարմիր ավետարանի ավերակների վրա։ Ասեմ, որ եկեղեցին եղել է քաղաք Թբիլիսի ամենաբարձր եկեղեցին, որ ունեցել է 40 մետր բարձրություն։ Կառուցվել է 18-րդ դարի վերջին Շամխորեցից տեղափոխված հայերի կողմից եւ այդտեղից էլ անունն է Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Տարբեր աղբյուրներ եկեղեցու կառուցման տարբեր տարեթվեր են նշում՝ 1735, 1775 և 1808 թվական։ Տասնիններորդ դարում եկեղեցին, որը նախապես վանք է եղել, հիմնանորոգվել է։ 1989 թվականին եկեղեցին ավերվել է։ Վրացական աղբյուրները հավաստում են, որ պատճառն այդ տարվա ապրիլին տեղի ունեցած երկրաշարժն է։ Սակայն հայկական աղբյուրները վստահ են, որ վրացիներն են ոչնչացրել եկեղեցին։ Ինչպես մյուս եկեղեցիները, նույնպես այս եկեղեցին 1930 թվականին փակվեց, իսկ արդեն 1989 թվականին ամբողջովին եկեղեցին դարձավ փլատակ։ Եվ այսպես սա նույնպես 5 եկեղեցիներից մեկն է, որը վիրայոց թեմը փորձում է որպեսզի վերադարձնեն թեմին, բայց դեռ ապարդյուն։ Ասեմ, որ մենք հետաքրքիր բարձրաքանդակներ ենք գտել եւ տեղափոխել ենք Սուրբ Էջմիածին եկեղեցի, այս եկեղեցու բարձրաքանդակներն են, որոնք 7-ն են գտնված, իսկ 3-ը մնացածը փլատակների տակ են, որոնցից ամենաբարձրը եպիսկոպոսի բարձրաքանդակն է։ Տարբեր լուրերի համաձայն Կարմիր ավետարանը Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցին էր, որի գեղեցիկ գմբեթը երևում էր քաղաքի բազմաթիվ հատվածներից։ Ասում են, վրացիները ոչ մի կերպ չեն համակերպվել այս մտքի հետ ու պայթեցրել են հայկական հոգևոր տաճարը։ Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է դարերի ընթացքում, վերջին վերանորոգությունը եղել արդեն 19-րդ դարի վերջում։ Պետք է նշել, որ այն ժամանակ որոշ սխալներ էր թույլ տված եկեղեցու շինարարության մեջ։ Շիներուց հետո արդեն սկսել են ճեղքեր առաջանալ պատի մեջ, բայց այնուամենայնիվ եկեղեցին ծառայել է այդպես մոտավորապես մոտ 150 տարի Թիֆլիսի հայ համայնքին։
Վանքի տաճարը կամ Հարանց վանքը նախկինում եղել է վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին։ Այն գտնվում է Քուր գետի աչափին։ Այս շենքը հիմա արդեն գործում է որպես Թբիլիսի 104-րդ հայկական միջնակարգ դպրոցը, բայց երբևէ այս տարածքում եղել է առաջնորդանիստ ամենամեծ հայկական տաճարը Վրաստանում, Թբիլիսի վանքի մայր տաճարը։ Ցավոք սրտի նույնպես 1930-ականներին ամբողջ եկեղեցին վանական համալիրը ոչնչացվեց, ինչպես նաև Պանթեոնը, որտեղ հանգչում էին մեր ազգի մեծերը եւ երևելիները։ Իսկ միայն հիշեցնում է, որ երբևիցե այստեղ եղել է մեր մայր տաճարը, դա մնացած Զանգակատունն է, որ մենք տեսնում ենք, եւ նաև առաջնորդարանը, որ գտնվում է Զանգակատան հենց կողքին։ Ավանդույթի համաձայն վանքը կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանում, սակայն տաճարի կառուցման տարեթիվը համարվում 931 թվականը։ Իր գեղեցկությամբ շատերին հմայած վանքը մի շարք կառույցների ամբողջական համալիր է եղել։ 3 գմբեթ, զանգակատուն, աշտարակ, դարպաս, շրջապարիսպ, մատուռ, թանգարան, առաջնորդարան եւ այլն։ Իսկ այս շենքը երբևէ վիրահայոց թեմի առաջնորդարանն է եղել, որտեղ նաև աշխատել է Հովհաննես Թումանյանն իր ժամանակին։ Եվ հետաքրքիր պատմություն ունի, երբ որ Կովկաս է ժամանել Նիկոլա II ցարը, հենց այս երկրորդ հարկից դիմել է բոլոր հավաքված Թիֆլիսցի, ոչ միայն հայերին, թիֆլիսցիներին։ Եվ նաև այս տարածքում է նաև հիմնադրվել մեր ազգի համար ամենակարևորագույն մի դպրոցներից մեկը, Ներսիսյան դպրոցը հենց հիմնվել է այս տարածքում։ Հետո արդեն տեղափոխվել է կողքի շենքը, որը նույնպես ոչ հեռու այստեղից, իսկ հետո արդեն հայտնի Մանտաշյանի կառուցած շենքը։ Ամենայն հայոց Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի եւ Վրաց Վախթանգ 6-րդ թագավորի գահակալության օրոք մի քանի անգամ եկեղեցական համալիրը նորոգվել է։ Եթե մենք նայենք կոմունիստական շրջանի այն ժամանակ 30-ական թվականների լրագրերը, մի հայտարարություն կա իբր հայ աշխատավորները խնդրում են, որպեսզի եկեղեցին քանդեն եւ տեղում կառուցեն հայկական դպրոց։ Բայց մենք գիտենք, թե ինչ է թաքնված այդ ամեն ինչի հետևը։ Ով որ երբևիցե դեմ է դուրս եկել, որպեսզի եկեղեցին չոչնչանա, բոլորին գնդակ արել են բացառապես եւ քահանային եւ նաեւ հավատացյալ ժողովրդին։ Նաեւ այս տարածքում ունեցել ենք մեր կարևորագույն պանթեոններից մեկը Թիֆլիսի, որտեղ հանգչում էին հայ գեներալները, Թիֆլիսի հայ քաղաքագլուխները, հայտնի անձիկ Գաբրիել Սունդուկյանը, պատմաբան Երիցյանը, Ալեքսանդր Մանթաշովի դամբարանն այստեղ Հոյակերտ, որը նույնպես վերանորոգել էր եկեղեցին արդեն դարասկզբին 20-րդ դարի։ Ներկայում մեծածավալ վանական համալիրից միայն Զանգակատունն է մնացել, որպես լուռ վկա հայոց վանքի փառավոր անցյալի։ Սուրբ Սարգիս Թիֆլիսի հայերի ամենասիրված ուխտավայրում են գտնվում։ Թբիլիսի Սուրբ Սարգիս եկեղեցում, ավելի ճիշտ ինչ որ մնացել է այդ եկեղեցուց։ Եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում եւ ունեցել է շատ հետաքրքիր ճարտարապետական ոճ է ունեցել։ Եվ այսպես նույնպես ինչպես նաեւ մյուս եկեղեցիները 30-ական թվականներին եկեղեցին փակվեց, իսկ հետո արդեն այդ ժամանակ սկսվեց նրա ոչնչացումը։ Բայց շատ հետաքրքիր պատմություններ կան ոչնչացման հետ։ Ամենայնիվ ամբողջովին չկարողացան եկեղեցին ոչնչացնել եւ մի մասը ինչ որ մենք տեսնում ենք մնաց եկեղեցուց եւ այդ պատերի վրա կառուցվեց երկրորդ հարկը եւ դարձավ այս շինությունը արդեն բնակելի տարածք։ Սուրբ Կարապետ Նարիկալայի բարձունքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի հայկական մեկ այլ եկեղեցի, Սուրբ Կարապետը, որը սակայն խորհրդային կարգերի փլուզումից հետո վրացականացվել է։ Ներսես աշտարակեցու վկայությամբ եկեղեցին կառուցվել է 1705 թվականին,
Բաղդասար Իսահակ Կամազովի կողմից։ Հետագայում այն մի քանի անգամ տեղի հայ համայնքի ջանքերով վերանորոգվել է։ Այլ աղբյուրների համաձայն էլ եկեղեցին կառուցվել է 1400 թվականին Կազազովի կողմից։ Սուրբ Կարապետ եկեղեցին այն եկեղեցիներից մեկն է, որ չփակվեց 1930-ական թվականներին, ինչպես մյուս հայկական եկեղեցիները։ Եկեղեցին գործեց մինչև 1950-ականների վերջերը եւ 60-ականների սկզբից արդեն դադարեց իր գործունեությունը։ Եվ արդեն 1992-93 թվականներին վերահոսվեց եւ արդեն գործում է որպես վրաց եկեղեցի։ 1995 թվականին Սուրբ Կարապետը վրացականացվել է եւ հիմա գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի։ Թիֆլիսի հայկական եկեղեցիները դառնալով վրացական եկեղեցիներ կորցնում են միանգամից իրենց զանգակատաները, խորանները եւ մկրտարանները։ Ինչպես գիտեք, հայկական եկեղեցու զանգակատունը ընդհանուր եկեղեցական շինության մաս է կազմում եւ մեր խորանը ավելի բարձր է, քան ուղղափառ եկեղեցիներինը։ Եվ մեր մկրտարանը միանգամից ձախ կողմն է եկեղեցու գտնվում եւ պատի մեջ է։ Եվ այդ 3 հիմնական խորհրդանշերը ոչնչանալուց հետո նրանք արդեն դառնում են վրացական եկեղեցի։ Խոջիվանք։ Հայկական Թիֆլիսը ճանաչելու համար հարկավոր է իմանալ նաև հայ մեծերի աճյուններն ամփոփած Խոջիվանքի գերեզմանատան մասին։ Այս ամբողջ տարածքը եղել է Խոջիվանքի նախկին գերեզմանոցի տարածքը։ Հիմա այստեղ արդեն հառնում է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Այդ ցենց եկեղեցի տեղում էլ մեր երբևիցե Սուրբ Աստվածածին եկեղեցին է եղել կանգնած։ Իսկ այդ ներքևում, եթե նայենք, կտեսնենք մասունքներ մնացած նախկին գերեզմանոցից, դամբարաններ են։ Ժամանակին Թբիլիսիում թաղում էին դամբարաններում, եւ այս դամբարաններում մինչև հիմա ոսկորներ կան, ամայդ մարդկանց, որոնց ցավոք սրտի մենք չգիտենք այդ մարդիկ ովքեր են։ Գերեզմանոցը հիմնադրվել է 17-րդ դարում Աշխարհաբեկ Բեբությանի կողմից, որին ժողովուրդը անվանում էր Խոջա Բեբութ, որ եղել է Ռոստոմ թագավորի գանձապահը։ Եվ հստակ փաստաթղթերը մինչև հիմա պահպանվել են արխիվներում, թե ինչպես Խոջան դիմում է Ռոստոմ թագավորին, որպեսզի տարածք տրամադրի, որպեսզի ինքը կարողանա տոհմական գերեզմանոց ստեղծի այդ տարածքում։ Եվ թույլտվություն է ստանում, որից հետո նաև մեկ ուրիշ խնդրանք է դիմում թագավորին, որպեսզի թույլ տա այդ տարածքում հիմնի ինքը եկեղեցի։ Իդեպ վրացարքան Բեյբությանին Խոջա, պարսկերեն տեր պատվանունն էր շնորհել։ 1655 թվականին Աշխարհաբեկ Բեյբությանն այստեղ կառուցում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդը կոչում է Խոջայի վանք։ Ժամանակի ընթացքում այն հնչյունափոխվում է եւ Խոջիվանք անունն է ստանում։ Ռաֆին իսկ մի քանի հայտնի մտավորականների ջանքերով, Իգոր Շարբապչյանի եւ Պահարեի ջանքերով այս մի մասը գերեզմանոցի Խոջիվանքի այնուամենայնիվ հնարավոր է դառնում փրկել եւ արդեն Ռաֆու արձանի կողմ շիրմի մոտ հավաքում են այն մարդկանց, որոնք եղել են թաղված Խոջիվանքի տարածքում։ Եվ նաեւ մի քանի ուրիշ մարդիկ, որոնք չեն եղել Խոջիվանքի տարածքում թաղված, ինչպես Գաբրիել Սունդուկյանը, ինչպես Պատմաբան Երեսյանը, որոնք եղել են Վանքի Մայր տաճարի տարածքում թաղված եւ այստեղ վերաթաղվել են։ Թումանյանի եւ Սունդուկյանի տապանակարերը օրիգինալներն են, բայց մյուսների տապանակարերը ցավոք հնարավոր չի եղել փրկել եւ ինչ որ այսօր տեսնում ենք, հսա արդեն արդյունքն է 2000 թվականի վերանորոգություն, 2000-2002 թվականին, որոնք բոլոր արդեն ունեցան միանման տապանակար։ Իսկ Խոջիվանքի որպես պանթեոն արդեն բացվել է 1961 թվականի հայտնի ճարտարապետ Աղաբաբի նախագծի հիման վրա եւ այստեղ այն ժամանակ հագչում էր 33 աճյուն, իսկ այսօրվա օրը արդեն հանգչում է 40 աճյուն Խոջիվանքի պանթեոնում։ Այստեղ հայ մեծանուն իշխանների, հասարակական, քաղաքական, գրական, մշակութային գործիչների աճյուններն էին ամփոփված։ Ռաֆի, Ղազարոս Աղայան, Մուրացան, Գրիգոր Արծրունի, Ջիվանի, Նարդոս, Գաբրիել Սունդուկյան, Հովանես Թումանյան, Մակար Եկմալյան եւ այլն։
Հետագա 3 տապանակարն եմ ուզում ձեզ ներկայացնել, որոնք վերապրել են, այսպես ասած, Խոջիվանքի գերեզմանատան ոչնչացումից հետո։ Այսպիսի տապանակարներ մի քանի հազար հատ են եղել Խոջիվանքի գերեզմանոցում եւ արդեն 30-ականների վերջում այս ամբողջ տապանակարները օգտագործվում են որպես շինարյուն, երբ որ արդեն կոմունիստական շրջանում քաղաք Թբիլիսին վերակառուցվեց եւ որին նաեւ զոհ գնաց նաեւ Խոջիվանքի գերեզմանոցը եւ մեր մի շարք նաեւ հայկական եկեղեցիներ։ Խոջիվանքի գերեզմանատան տարածքում կառուցվել է Վրաստանի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Երրորդություն կամ Ծմինդա Սամեբա Մայր տաճարը։ Եկեղեցու հիմքը փորելիս էլ բացվել են հին հայկական գերեզմանները, իսկ հայտնաբերված մարդկային մասունքներն այդպես էլ չեն վերաթաղվել։ Տաճարի կառուցումն ու մարդկային մասունքների պղծումը մեծ վրդովմունք է առաջացրել թե վիրահայության շրջանում, թե Հայաստանում եւ Սփյուռքում, բայց ոչինչ անել չի հաջողվել։ Սրանք Թբիլիսիի հայկական պահպանված, ոչնչացված կամ վրացականացված եկեղեցիների ոչ ամբողջական պատմությունն է։ Լիարժեք պատկերացում տալու համար մի քանի հաղորդումն էլ չէր բավականացնի։ Հույս ունենք, որ մեզ հաջողվեց հեռուստադիտողի մոտ հետաքրքրություն առաջացնել պատմության էջերն ինքնուրույն թերթելու, Թբիլիսի գնալու եւ անձամբ մեր հոգեվոր ժառանգությանը ծանոթանալու համար։ Այսօր էլ Թբիլիսիի հայ համայնքը բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների է բախվում, բայց համայնքի հոգևոր կյանքը վերջին տարիներին սկսել է թևակողել նոր, ծաղկուն շրջան, որի մասին էլ կպատմենք մեր հաղորդաշարի հաջորդ թողարկման ընթացքում։